Արվեստասեր հայ հասարակությունը շտապում է Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն դիտելու ռեժիսոր Այդա Հովհաննիսյանի «Հիշում եմ և պահանջում» բանաստեղծական պիեսի ներկայացման երևանյան առաջնախաղը։ Սպանդ! Ներկայացումը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին է նվիրված։ Այն բեմադրվել է նաև Դոնի Ռոստովում։ Մեր հետքն ենք թողնում աշխարհի վրա։ Մեկը հավատով, մյուսը անհավատ, մեկը սիրով լի, մյուսն է ատելով։ Մեկը բարության, մյուսը նենգ ու չափ։ Այդա Հովհաննիսյանն այս ներկայացմամբ բարձրաձայնում է 20-րդ դարի ամենաողբերգական փաստերի, հայոց մեծ եղեռնի և հայ ժողովրդի բնաջնջման, երիտթուրքերի դաժան գործողությունների հետևանքների մասին, որոնք ցավոք մինչ օրս անպատիժ են մնացել։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս մասնակիցների հետ միասին կատարեցինք մեր քաղաքացիական պարտքը։ Անհնարին է այդ ողբերգական այդ անմեղ զոհերի հիշատակը չնշվի եւ մենք իրավունք չունենք, բարոյապես իրավունք չունենք դա մոռանալու։ Բեմում 3 սերունդ է հավաքվել, 3-ի շուրթերից էլ հնչում են ցավի, ցասումի, միևնույն ժամանակ արդարության ու խաղաղության կոչեր։ Գնացեք, բարու դռները բացեք։ Այդա Հովհաննիսյանը հատուկ է ներկայացման մեջ ներգրավել տարիքային տարբեր խմբերի, ասում է մեկը մյուսից սովորելու շատ բան ունեն։ Մեր պետությանը, հանրությանը պետք է բուժել, կարևոր այս առաքելությունը երիտասարդներին է պատկանում։ Ես շատ մեծ հույսեր ունեմ երիտասարդության հաշվով, երիտասարդները պիտի այս պատմությունը լավ իմանան եւ իմանան բազմակողմանի, որովհետեւ ոչ թե միայն 15 թիվն է այդ եղեռնը հիշատակում 1882 թվից սկսած մինչև 1923 թիվ, այսինքն 41 տարի այդ ջարդին դիմացել են մեր հայերը եւ ոչ միայն հայերը դեպ եւ հույները եւ ասորիները եւ պարզապես հայերը առավել զոհեր են տվել ամենաշատը հայերն են տվել, բայց դա նշանակություն չունի, սա պետք է այսօր հիշատակել, որ երկրագնդի վրա չլինեն այս ողբերգական օրերը եւ ոչ մի ազգ չունենա դա։ Սա վտանգավոր է, սա հրեշավոր է։ Հիշում եմ և պահանջում բանաստեղծական պիեսը բեմադրվել է բանաստեղծ Անահիտ Վարդանանցի ստեղծագործությունների հիման վրա։ Ներկայացման գլխավոր դերակատարը Գոռ Վարդանանցն է, որը մարմնավորում է մի քանի կերպար։ Որքան դժվար է սիրել անմոռաց, երբ որ թքում են հոգուտ մեջ հանկարծ։ Այս ներկայացումը ինձ համար հերթական գաղափարական ներկայացումներ, որ արտահայտում է երկուսիս ներքին հատկանիշները, երկուսիս կյանքի գաղափարները, երկուսիս ասելիքը հանդիսատեսին եւ իհարկե այս ներկայացումը շատ կարեւոր է այսօր հանրությանը ներկայացնել, քանզի մենք այսօր ունենք պատմական հիշողության եւ հայի կերպարի, հայի դերի աշխարհում հայի փիլիսոփայական մտքի եւ առասարակ ցեղասպանության փիլիսոփայության եւ ցեղասպանության փիլիսոփայության այդա արձումովնային ներկայացման ոճի մեջ կարծում եմ, որ շատ կարևոր է եւ մեր հանդիսատեսը կարծում եմ, որ կընկալի եւ հավանություն կտա մեր ներկայացմանը։ Մարդկային ողբերգության բոլոր մութ շերտերն այս ներկայացման մեջ տեսանելի են։ 1915 թվականից ժառանգած մեր պատմական հիշողությունն անջնջելի է, հայ ժողովուրդը երբեք հանգիստ չի ապրի, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ քանի դեռ արդար հատուցում չի եղել։ Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում սեփական հոգին խորով է չկա։ Ախր ուրիշ տեղ սեփական բախտից խռով է չկա։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ։ Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ։
Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։